Վերջին օրերին շուկայում նկատվող կտրուկ թանկացումներն իրենց ազդեցությունն ունեցան նաև մսամթերքի գների վրա։ Գները դարձել են տատանողական, մեկ օրում բարձրանալով, մյուս օրը փոքր ինչ իջնելով, սակայն ընդհանուր միտումը շարունակում է մնալ աճող։ Հեմիգվադարությամբ ինձ անհրաժեշտ միսը պետք առել եմ 20 լարիով եմ առել ծաղկյան։ Այսինքն մեր ամիս առաջ 18-19 էր։ Եթե անհրաժեշտ է, գանին չես հարցնի։ Պետք է առնես պիտի թանկացումները կապված է երևի սա դիզվառելիքի պահելու թանկացումների հետ։ Ինչ է չթանկացի որ միսը չթանկի։ Ալուրը շաքարը տեսել եք ինչ է դարձել։ Պես դիգեմ հացը ինչ է դարձել։ Թանկացումները կապված են հիմնականը դիզվառելիքի երևի ներգրողից։ Ուրթից որ տեսեն գփերեն, շենք իրենք թանկ փերեն որ թանկ կծախեն։ Պիտի իրանցա բանը մենա թե չէ վեվում գծարայե։ Հեչ մեկնա չուզե ծարի դեղը աշխատիլ։ Մեկ ապեգիմ եկամուտ պիտի ունենա որ աշխատի, թե չէ միսը հա առել ենք։ Կերնար 18-ով ատա, բայց իրեն ինչ կմենար ինքը ինչ որ առել է ինանկա պիտի ծախի։ Էդիկ դժվար հարց է, չեն հեչ մեկնա այդ գործն է։ Առել է որ ինքն է թանկ ծախե շահութելի։ Այդպես է կարգը։ Ստեղծված իրավիճակը մեծ դժգոհություն է առաջացրել բնակչության շրջանում։ Մարդիկ նշում են, որ թեև թոշակների որոշակի բարձրացում է եղել, այն չի համապատասխանում շուկայում գրանցվող գնաճին։ Հատկապես թոշակառուների համար մսամթերքը դարձել է գրեթե անհասանելի, քանի որ ամենօրյա սննդի ապահովումն արդեն իսկ դժվարացել է։ Շատերը ստիպված են լինում սահմանափակել իրենց գնումները կամ ընտրել ավելի էժան, սակայն ոչ միշտ որակյալ տարբերակներ։ 25 լարի Միս ուր էր գրած էդիկ, այդման բան կար, մինչև հիմա այդման բան չէր եղել։ 25 լարի թոշակառու մարդ եմ, ես ասեն գոնե շաբաթական, մեր թիկեմի միս ուտեմ, 25 լարի ես տամ ինչ են, դե թոշակառու արի ապրի, ինչ ենք չիտենք, ճիշտ է, մեկ քանի կապեկ որ պետություն չդար, մենք լրի թոշակառուն լրիվությամբ վերջան է դողակնդի վրայից, ապրի կառավարություն, ապրի երգին, ապրի կովախի բան, դες մեր վարչապետն էլ, պրեզիդենտն էլ, շնորհակալ ենք։ Մինչ այդ բնակչությունը շարունակում է ապրել գնաճի պայմաններում, հույս ունենալով, որ առաջիկայում իրավիճակը կկայանա եւ առաջին անհրաժեշտության մթերքները կրկին հասանելի կդառնան բոլորի համար։